Անցնող շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի այս հատվածում արևային ակնոցը գուցե լիներ ավելորդ ճոխություն, ջրային ակնոցը երևի թե ոչ այնքան, անձրևից հետո Արամի փողոցն այս տեսքն ուներ։ Անձրև է գալիս, թե չէ, մեր մայրաքաղաքը կոլապսի մեջ է, ահա ծայրամասից կենտրոն, պատկերը նույնն է։ Երևանը մի քանի րոպեում վերափոխվում է, նմանվում Վենետիկին։ Միայն թե այստեղ այս արհեստական գետերը որևէ մեկին չեն ոգևորում, գեղագիտական հաճույք չեն պատճառում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Երևանի քաղաքապետարան, տարածքային կառավարման, նախարարությունը պետք է ունենան համապատասխան մի հատ ինչ-որ մարմին, ինչ-որ մի հատ մարդ պետք է ունենան, որ այս կլիմայական փոփոխությունների զբաղվի, ասենք դրա ազդեցությունը Երևան քաղաքի վրա, Հայաստանի Հանրապետության վրա։ Առաջինը դա չունի, ես այդ գլոբալ եմ, բնականաբար չունեմ, բայց դա ամոթել է, դա զարմանալի է։ Ջրի արկայությունը մայթերում, փողոցներում, կամուրջների տակ, մեծ ջրահոսքերի առաջացում նշանակում է այդ հանգույցում կամ բացակայում է ջրահոսման ցանցը, կամ չունի բավարար ջրտողունակություն տարբեր պատճառներով, խցանումներից սկսած բուն ինքը ջրահեռացանցի ջրտողունակության նվազ լինելով։ Իսկ ով է պատասխանատու ջրահեռացման ցանցի համար? Սուրանկյանը Երևանի քաղաքապետարանից ուղղորդում են դեպի Veolia ջուր ընկերություն, որն էլ սպասարկում է ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգը։ Veolia-ը սա ինչ կապ ունի, այս ավազի հետ։ Այսի որերորդ տոննա, ասես տոննայով աղբը զիբիլը մնացել է։ Որևէ մեկը սրանով չի զբաղվում։ Veolia-ն ինչ մեղավոր է։ Տերևը բավական է, որ մյուս մեծ անձրևիներին, իսկ տերևը ինչ անում, ասես մենք այդպես բարի ենք իրան պատկերացնում, բայց ինքը օրերում sense կիլոներով լցվում է, շատ ծանր այդպես նստված կա դառնում, որ արդեն փակում է, այսինքն 90% է կամ չգիտեմ 70% էֆեկտիվ չէ տրուբայի։ Երևանցիներն էլ իրենց հերթին հաստատում են, ընդունում, բնակիչներն էլ հոգատար չեն շրջակա միջավայրի նկատմամբ, աղտոտում են, դե հեղեղատարներն էլ խցանվում են։ Ուղղակի մաքուր չեն էլի մեր ժողովուրդը դեռ այդ մակարդակին չկա, ափսոս։ Դուրս գնում գալիս հիացած, ըստ գալիս են իրանք էլի իրանց էլի հին ձևով են պահում։ Շատ բնակիչներից է կախված, որովհետև նրանք միայն խորհուրդ են տալիս, որ մենք կուլտուրական ժողովուրդ ենք, մենք էս ենք նայենք, բայց փաստաղում հետ էլ ես շփվում եմ, տեսնում եմ, ծխում գցում եմ, կամ այդ էլ է զասարենի լինում։ Մեր պատճառով է։ Մենք էլ պետք է մաքուր լինենք, մենք էլ պետք է հավաքվենք։ Աղբը լցնում են այդ անցքի մեջը, աղբը լցնում են, դրա համար զասարենի ալինում չի գնում, ջուրը տալիս է փողոց։ Այդքան բան։ Այնուամենայնիվ Veolia ջուր ընկերությունից մեր հարցերին գրավոր պատասխանում են, ընդունելով, որ օրինակ հեղեղատարների մաքրությամբ զբաղվելը պետության հետ կնքած համապատասխան պայմանագրով իրենց խնդիրն է։ Հայտնում են ամբողջ տարվա ընթացքում են դրանով զբաղվում, անհրաժեշտության դեպքում նաև նորոգում, բայց համակարգը, որը պետությունից են վարձակալել, բազում թերություններ ունի։ Ոչ բոլոր փողոցներն ունեն անձրևատարներ, իսկ եղածներից շատերի թողունակությունն էլ թույլ չի տալիս ապահովել անձրևաջրերի սահուն հեռացումը։ Դա հետևանք է այն բանի, որ Երևանի բուռն կառուցապատումն ու զարգացումը հիմնականում չի ուղեկցվել անձրևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ։ Շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը, իր հետ բերելով գոյացող անձրևաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրևատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը։ Իսկ բազմահարկերով կառուցապատված շատ թաղամասերում ներբակային ցանց ընդհանրապես գոյություն չունի կամ էլ այն կիսակառույց է։ Արդյունքում, եթե մեղմ անձրևները աննկատ են մնում երևանցիների համար, ապա հորդ կամ տեղատարապ անձրևների ժամանակ երբեմն անձրևատարերն ուղղակի ի վիճակի չեն լինում հնդածս հեռացնել հոսող ջրերը։ Կառուցապատումների հետ կապված տեսակետը ջրային ռեսուրսների կառավարման փորձագետն էլ կիսում է, հարցնում, տեսնես ով է որոշել, որ գործող ցանցի հնարավորություններն անսահմանափակ են։ Անհրաժեշտ է, որ հետ այս քաղաքաշինության տեմպերին զուգահեռ լուրջ ուշադրություն դարձվի ենթակառուցվածքների ամբողջական համալիրը, ոչ միայն կոյուղու համակարգը դիտարկել, այլ պետք է նաև ջրահեռացման համակարգ, պետք է նախագծային աշխատանքներում ուշադրություն դարձնել նաև ջրհեռատար ցանցի կառուցմանը։ Երբ քաղաքապետարանից բոլոր սլաքները միանգամից ուղղում են Veolia ջուր, տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ պատասխանատվությունն ամեն դեպքում նրանցն է։ Սակայն այս ընկերությանը նաև հարցրել էին, ի վերջո, երբ հանգուցալուծում կստանա այս խնդիրը։ Պատասխանել են, թե խնդրի արմատական լուծման համար խոշորածավալ ներդրումներ են պետք, ինչն արդեն պետության, մասնավորապես ջրային կոմիտեի խնդիրն
ջրն է։ Թեև վեոլա ջուրը կրում է արդեն իսկ արկա ցանցեր սպասարկման, մաքրման, դրանց ջրահեռացմանը պիտանի լինելու իրականացման աշխատանքների պարտականությունը, բայց նոր ցանցերի կառուցման անհրաժեշտություն կա։ Այս մասով վեոլա ջրին բնականաբար պետք է իր աջակցություն տրամադրվի, ֆինանսական ներդրում արվի, որը պետք է արվի պետության կողմից, պետական բյուջեի հաշվին։ Դիմեցինք նաև ջրային կոմիտե հասկանալու համար արդյոք ներդրումներ նախատեսում են։ Մեկնաբանություն խոստացան հետագայում տալ, այս փուլում փոխանցելով միայն, թե մոտակա ժամանակներում այդ ներդրումները կլինեն։ Քիչ թե շատ փակագծեր խորհրդարանում պատասխանատու նախարարն է բացել, իշխանական պատգամավորներ հարցնում, ժողովրդի հումորի ռեսուրսն էլ սպառվել է, կոնկրետ ժամանակային հեռանկար ունենք։ Ըստ բային հիմնական խնդրահարույց տեղերում ուսումնասիրություններ ենք իրականացնում, նաև չասեմ, որ ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցի արդիականացմանը ուղղված ֆինանսական միջոցներն են պլանավորած 2026 թվականին ավելացնել։ Այսինքն մոտ ապագան միայն հաջորդ տարին է, ընդ որում դեռ կավելանան ֆինանսական միջոցները, հետո դրանք համապատասխան ուղղություններով կբաշխվեն, աշխատանքները կմեկնարկեն ու չգիտես թե երբ կավարտվեն։ Ուրեմն Երևանաբնակներին ու մայրաքաղաքի հյուրերին երկաթե նյարդերը դեռ հաստատ պետք կգան, բայց մինչև այդ պարզել չէ, իսկ համայնքային գույքը կդիմանա, ահա օրինակ թանկացած տրանսպորտը, դե վստահ ու համոզված երևի թե պետք չէ լինել արտադրողներն օգտագործման պայմանների մեջ նշել են, որ անիվներն առաջ գնում են նաև ջրում, կամ որ օրինակ սրահը ջրադիմացկուն է, եւ որպեսզի համայնքային գույքն այս պայմաններում չբանեցվի, չմարշվի, արդյոք պատասխանատվությունը վեոլիա ջրի վրա դնելուց բացի ուրիշ տարբերակ չկա, միջանկյալ լուծումներ հնարավոր չէ գտնել, ավագանու իշխանական անդամն ասում է, այդ ճանապարհով են գնում։ Դե միջանկյալ լուծում մենք կիրառում ենք ու գործադրում ենք, թիվը չեմ կարող ասել, բայց մոտավորապես 50 կիլոմետրին մոտիկ մենք գոյուղատարներ ենք փոխել, որ էլի վիոլայի սպասարկման տիրույթում է, բայց համայնքը այդ բեռը վերցրել է իր վրա, ուղղակի ծավալը քանի որ իրապես շատ մեծ է, այսինքն հա սովետական կոմունիկացիաներ են 60-ական 70-ականներին անցկացված, արդեն այսինքն 70 տարի սպառել են ուղղակի իրան։ Ինչ կլինի վաղը, ինչ կթափվի երկնքից։ Ստացվում է Երևանում այս հարցերը պակաս ակտուալ են։ Դե կարևորը թափվածը տանի կամ գոնե տանող լինի։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանգյուն։